Այս գողտրիկ մի անկյունում էլ գտնվում է Նորեկ Մկրտչյանի գինու մառանը։ Գյուղացուն սազում է էլի ունենալ գետնափոր, սիրուն, հով, զով, մառան։ Ամեն սա ավանդական է։ Ես էլ որոշեցի այստեղ մի ժամանակ հսկան կուզենիներ ունեինք, ծառի տակ ստեղծել տենց հովտեղ մի փոքր մառան, որտեղ կպահեմ իմ պատրաստած գինին։ Հիմա ես կուզեմ նաև հյուրասիրել ձեզ, մենակ չպահել եմ, այլև հյուրասիրել, որովհետև այստեղ շատ են գալիս, հյուրասիրվում են իմ կողմից։ Ես շինարար չեմ, աշխատել եմ երկար տարիներ դպրոցում, մանկավարժություն, բայց որոշեցի sense սկզբունքորեն էլի, որ ինչ անեմ իմ ձեռքով անեմ։ Օրինակ այս շարը, այս խաղողա կոչվում է շարը, արենի տրավերտինով, քարը կտոր ջարդել եմ, շարել եմ, այս նկարիչ չեմ, նկարչություն եմ արել, իբր մեր արփագետը գալիս է, տեսել են հին կամուրջը 13-րդ դարի լցվում է կարասը, մրգեր եմ նկարել, Արարատի այն ձյուների հետևում էլ կոնյակում եմ պահած։ Այդքան էլ լավ չպահած երևում է։ Հա։ Դե չէ, այնց եմ արել, որ ինքը հասանելի է, էլի, լրիվ չպահել։ Ֆոնոյան տապանը չի, որ կորցնենք էլ չգտնենք։ Ինքը որ սառը տեղը պահում չէ, ինքը չի է։ Օրինակ իմ ընկերներից մեկը, նկարիչ Շահբազյան Հայկը, արենի տրավերտինը մշակելով ստանում է ներք, նկարել է նորավանք։ Սա արևի տակ ինչքան ուզում ես թող, քանի որ ինքը բնական քարից է ստացել, չէ՞, ինքը չի գունաթափվում, չի խունանում, չի կորցնում իրը։ Ինքը երկար ժամանակ մի տարի այսպես դրել էի արևի տակ, ոչ մի բան չի փոխում։ Ճանաչեք Շահբազյան Հայկին, մեր ձորի լավագույն նկարիչներից մեկը։ Տարբեր տարիների խմիչներ ունեմ, գինիներ, բան, հետո մեր տունեկաց հյուրերին եմ հյուրասիրում, որպես գյուղական ավանդական տուն։ Համել մենք հայերս տարբերվում ենք հյուրասիրության, չէ՞։ Ճիշտ է, աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ փորձում են հյուրասիրություն, բայց ես մի շատ կարևոր բան պիտի ասեմ, գիդերի վերապատրաստում ենք հիմա անում Եղեգնաձորում 5 ամսյա։ Ես այնտեղ ասեցի, որ աշխարհի բոլոր ժողովուրդներից միայն հայերն են, որ իրանց ին պանթեոնում, չէ, դիցարանում ունեցել են հյուրասիրության աստվածություն։ Եվ դա Վանատորն է։ Օրինակ հունական դիցաբանությունը շատ հզոր է, շատ հարուստ է, բայց իրանք ունեն հարբեցողության աստվածություն, չէ, Բաքոսը, ունեն Ստորգետնյա, Թագավորություն, Հադեսը, բայց հյուրասիրության աստվածություն չունեն։ Ամեն ինչի կա, այդ մեկը միայն մենք հայերս ենք, որ օրինակ հռոմեական պանթեոնում էլ չկա, եգիպտական, աշխարհի ոչ մի ժողովրդի մոտ։ Էս իմ մառանը, գնացինք առաջ։ Սա էլ բակը։ Ինչու այսքան շատ կարասներ Ինձ համար այս կավե տարաները, կարասը կամ դրանց փոքր տարբերակները, դրանք հնությունը, ավանդույթները, օգտակարը, պարունակող sense հավաքական կերպար են։ Ճիշտ է, ժամանակակից մարդը այդքան էլ շատ չի օգտագործում հին կավե տարաները, չէ՞, սրանք ավելի շատ հիմա դեկորացիայի պարագաների են վերածվել, բայց մենք լավ գիտենք, որ մեր պապերը ամեն օգտակար բան պահում էին ժամանակին այդ կավե ամաների մեջ, որոնք լավ մշակված, թրծված։ Օրինակ իմ պապը նույնիսկ մեղրն էր լցնում կարասի մեջ, ժամանակի ամենաընդունված տարան։ Վարպետները նույնիսկ ասենք ճաքած, եթե սրա մեջ ժամանակին գինի էր լցնում, հետո վնասվում է, չէ՞, ասենք ճաք էր առաջանում։ Գամում էին այս մեթոդով, հետո իր մեջ մտցնում էին ցորեն, գարի, տարբեր, այսինքն նորից շարունակում էր ինքը օգտագործվել, էլի։ Փոքր չափի տարաները պանիր էին հորում, մինչև այսօր, չէ՞, մեր շատ գյուղերում մարդիկ դրա մեջ են բնական, ինքը նաև շնչումը բնական ավելի շատ է, ոչ թե ժամանակակից պլաստմաս։ Նաև այդ հին տարաների մեջ պահված ուտելիքները, խմիչքները ավելի համեղ են եղել։ Ավելի համեղ են եղել, իրանք էկոլոգիապես մաքուր են, անվնաս են։ Օրինակ ճիշտ պլաստմասայի տարայի մեջ էլ մենք այսօր սննդային բան պահենք, չէ՞, անպայման դա ինքը քիմիա է, չէ՞, պլաստմասան դա պոլիմերային նյութ է, էլի։ Դրա համար իմ համար կարասը որպես հնության, որպես օգտակարը պարունակող սիմվոլ մնում է։ Հետո մեր բակը շատ հյուրեր հիշում են այս կարասների առատությամբ։ Ասենք պետք է, չէ, ինչ որ մի բանով դու տարբերվես այն մյուսներից։ Ճիշտ է, այսօր ես շատ տեղերում եմ հանդիպել, որ կարասը, բայց այս քանակները հիմա ներքևում այգում կտեսնեք, կարասների միջից են նաև մեր խաղողի վազերը աճել, էլի։ Հələ եկեք առաջանանք։ Նաև ուտելիքները, երբ որ պատրաստվել են, եփվել են պղնձե Ղավուրմա են դրան մեջ այո դրել, կավե բանի մեջ պտուկ է, այնա ես ունեմ, էլի, կավով իջացրել են թոների մեջ, այն սեղանի տակ բան ունեմ, ես կավից։ Պղնձե կաթսաների մեջ որ եփվել են, ավելի համեղ են եղել ուտեստները։ Նայեք, օրինակ,
այդ դրսի ժողովուրդը օտարի երկրացիների համար հետաքրքիր է, որ այս հսկա խաղողի վազը դե սեզոնին ինքը կանաչում է ավելի, չէ՞, սաղարթը։ Մտածում են, ես ոնց է մտել սրա մեջ, ես ոնց եք մտել դրան։ Երբ որ իրանք շատ փոքր էին, հա, դրել եմ ուղղակի կարասից է ինքը աճել դուրս եկել, սիրուն բան եմ ստացել էլի։ Ինչու՞ չեք կարասը դրեք գետնին, որը չերևա հողի մեջ աճում։ Հա, ես օրինակ ստեղ այդ տարբերակն էլ կա, նայ։ Ահա, այսպես ավելի գեղեցիկ է, չի երևում, որ հողից է սնվում, երևում է թե կարասի մեջ իբրև թե աճել մեծացել է։ Հետո որ այդ արեցի, որ շատ ունեի, մի քանիսը ասես տեսեք, նույնիսկ մեջ թարմանա տարածներից դուրս եկել աճել։ Ասենց ստեղծել եմ մի հատ փոքր տարածություն, որտեղ ինձ հյուր եկած մարդիկ իրաց լավ զգան, հանգիստ։ Հիմա ճիշտ է, սեզոնը այդքան էլ լավ չի, չէ՞, կանաչը լճի, բայց ժամանակին որ այս ճապկիները կանաչում են, բան, սիրունանում են, թարման, խաղողի վազերը, բան, այստեղ ավելի հետաքրքիր միջավայր է ստեղծել։ Եկեք այն գառնան արևը վտանգավոր է, հա, շատ վտանգն է։ Ընկուզենի է, ընկուզի փայտա դրա համար է սևացել էլի։ Իսկ այն նոր եմ մտես շարել, ամենասկզբից որ դրեցի, իրանք շատ սիրուն էին, լավն էին։ Հետո ձեռելի տալ, չէ, ոչ մի բան։ Բնական էլի ասենք, տեսեք ընդեղ օրինակ չի թռչում, տեսեք ոնց է մնացել սպիտակ։ Իսկ ստե ձյունը գալիս է անձրևը, արևը, բանը, տենց սևանում է անընդհատ էլի։ Դուք բնիկ Գլաձորից եք։ Ես ծնվել եմ, ապրել եմ, ապրում եմ, շարունակում եմ ապրել ու չեմ պատրաստվում հեռանալ Գլաձորից եմ, այո։ Ասեմ, որ միշտ չենք այստեղ ապրել էլ, ես Պարսկաստանից, Սալմաստից գաղթած մեր պապերի, հա, 6-րդ սերունդն եմ։ Իմ զավակները 7-րդ սերունդն են։ Ես արդեն թոռնիկ ունեմ 8-րդ սերունդն է։ Այսինքն դա տեղի ունեցավ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո, երբ որ ռուս-պարսկական պատերազմը ավարտվեց ու հայերին, Պարսկա Հայաստանում ապրող հայերին հնարավորություն տրվեց գալ եւ ապրել ռուսական իրապետության տակ, որովհետև մենք Պարսկա Հայաստանում պատմիչները, չէ, վկայություններ կան շատ մեր վիճակը շատ ծանր է եղել։ Պարսկական այդ խաների, շահերի, հմահաճույքների, դրանց վարած քաղաքականության, օրինակ եթե կարդանք Ռաֆի, հա, մեր մեծ պատմավիպասանը, որը նույնպես Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղից է, չէ, Սալմաստից ոչ հեռու Փայաջուկ գյուղը կա։ Իդեպ ասեմ, մենք անցյալ տարի մայիս ամսին ուխտագնացություն կազմակերպեցինք մեր գլաձորցիներով, թվով 14 հոգի, գնացինք Խորի, Սալմաստ, Ուրմիա, բայց մեր գլխավոր նպատակն էր գնալ այնտեղը, որտեղից եկել են գլաձորցիների նախնիները։ Ի սկզբանե օրինակ Գլաձոր եկել են այստեղ, այս տարածք եկել են 25 ընտանիք։ Սա ըստ պատմական վկայությունների է, որովհետև առաջին մարդահամարը, որ անցկացվեց այս տարածքում 1831 թվականին 25 ընտանիքների անուն է տրվում։ Նրանք մեր նախապապերն էին, որոնց շարավիղներն ենք մենք։ Ես տանը տոհմածառ ունեմ, հիմա որ գնանք տուն ներս, հա, կներկայացնեմ էլ այդ մեր տոհմածառը, մեր այդ եկած գաղթած պապի անունը եղել է Ավակ, Իսկանդարի տղա Ավակ։ Հետո ունեցել է 5 որդիներ, նրանցից մեկի անունը Մկրտիչ էր, մեր ազգը մենք Մկրտչյաններ ենք, բայց մեր ազգում կան Գասպարյաններ, Բաբայաններ, Ավակյաններ, մի խոսքով։ Եվ գնացինք մեր նախնիների հետքերով դեպի արմատները։ Ուխտագնացությունը շատ հետաքրքիր էր, բացառիկ տպավորություն թողեց մեր վրա։ Ես այդ մասին նույնիսկ պատրաստվում եմ, որ առաջիկա մեր գյուղի պատմությանը վերաբերվող գրքում անպայման անդրադարձ կատարեմ, էլի, ուխտագնացություն դեպի պապերի երկիրը։ Դուք գիրքել եք գրում։ Տեսեք, օրինակ շատ տարիներ առաջ երջանկահիշատակ Վլադիմիր Հարությունյանը, սա հայտնի գրող, որը նախաձեռնեց մի հետաքրքիր բան, հանրապետության բոլոր բնակավայրերի պատմությունը ստեղծվի։ Եվ բնական է, որ ամեն մի բնակավայրի պատմություն պիտի ստեղծել այդ բնակավայրում ապրող, այդ բնակավայրը լավ իմացող մեկը։ Ինձ այդ Վլադիմիր Հարությունյանը իդեպ Վայոց ձոր պատմավեպի հեղինակն է։ Այդ պատմավեպը վերաբերվում է 1918-20 թվականների այն խառը ժամանակներին, երբ որ մենք ունեցանք առաջի հանրապետություն, հետո սովետական կարգեր հաստատվեցին մեր երկրում, չէ՞։ Այդպես, այդ անցքերին, այդ իրադարձություններին է վերաբերում։
Վլադիմիր Հարությունյանի մտերիմ ընկերն էր Խորեն Հարությունյանը, ում դուք կճանաչեք հավանաբար, որովհետև ժամանակին այո ապրել է Հերմոն գյուղում, չէ, իր կյանքի վերջի տարիները։ Խորեն Հարությունյանը մեր տարածաշրջանի կարելի ասել լավագույն աշխատասեր մտավորականներից էր, որը երկար տարիներ ղեկավարում էր, չէ, մեր տեղական թերթը, Վերելք թերթի խմբագիրն էր, եւ ինքը շատ բան արել ընդհանրապես մեր հերու եւ մոտ անցյալի պատմությունը լուսաբանելու իմաստով։ Խորեն Հարությունյանն ինձ առաջարկեց, ես երիտասարդ մանկավարժ էի Եղեգնաձորի թիվ 1 դպրոցում, ասեց Նորիկ, արի Գլաձորի պատմությամբ էլ դու զբաղվի, դու փորձի ստեղծես, բայց ես համարձակություն չունեցա այդ անել, իհարկե ափսոսում եմ, որ ես ճիշտ ժամանակին չլսեցի Խորեն Հարությունյանին, որովհետև ինչքան հեռանում ենք մենք մեր, ասենք այդ եկած նախնիներից, հա, ինչքան հեռանում ենք, այնքան կորցնում ենք ինֆորմացիա պարունակող մարդկանց, ուղղակի ֆիզիկապես ենք կորցնում։ Եվ հիմա, երբ ես ուշացումով փորձ եմ անում ստեղծել մեր գյուղի պատմությունը, շատ բնակավայրեր ունեն, օրինակ Գետապի պատմությունը գրել է Հայկ Ավագյանը, չէ՞, Արտաբույնքի պատմությունը Լուսիկ Մկրտչյանը, չէ՞, կամ Ռազմիկ Հարությունյանը երկուսը նույնիսկ։ Եղեգնաձորի պատմությունը ստեղծեց ինքը Խորեն Հարությունյանը Եղեգնաձոր քաղաքի։ Մալիշկայի մասին գրել է Գերասիմ Սարգսյանը, Աղնջաձորի մասին Հրաչիկ Մարկոսյանը, Խաչիկին Յուրիկ Կարապետյանը։ Մի խոսքով, Ելփին գյուղին է Ավագ Խաչատրյանը։ Այսինքն շատ գյուղեր ունեն իրենց պատմությունը, Քարագլուխը Ֆոլիկ Հակոբյանը, բայց Գլաձորը, որ այդքան նշանավոր Միջնադարյան համալսարանի անուն կրող բնակավայրը, մենք մինչև օրս չունենք գյուղի պատմություն, չունենք գյուղի տարեգրություն, ովքեր են ապրել այս գյուղում, ովքեր եկան, ովքեր կառուցեցին մեր առաջի տները, առաջի ջրաղացները, ամեն ինչ, չէ՞։ Վերջապես ոնց որ մեր պատմահայր Խորենացին էր ասում է, չնայած մենք փոքր ածու ենք, հա, թվով փոքր, բայց մեր երկրում էլ արժանահիշատակ շատ բաներ ա կատարվել, չէ՞։ Ասենք ամեն մի տարածաշրջանի պատմությունը պահպանելը, փրկելը, մոռացությունից դա կարևոր գործ է։ Ես հիմա ուզում եմ նաև այդ պատմության, մեր գյուղի պատմության գրքում նշել գյուղում ապրող բոլոր ազգերի, տոհմերի, չէ՞, այսինքն բոլորի տոհմածառերը ունենանք, սա էլ կարևոր գործ է։ Այսօր օրինակ ես հպարտությամբ վերջերս հայտնաբերեցի, որ ծնունդով արմատներով գլազորցի մեկը 100 տարի առաջ գնացել է, ակշորվել է ուղղակի Հայաստանից հեռու, բայց գնացել ու դարձել է Բելառուսիայի մայրաքաղաք Մինսկի գլխավոր ճարտարապետ։ Բայց դա հպարտանալու բան չի, եթե մենք չենք ճանաչում, ասենք այսօր գյուղը շատերը, մեր գյուղում այսօր 2700 մարդ է, շատերը արտագաղթել են, մենք ունենք մեծ համայնքներ դրսում, հիմնականում Ուրալյան ռեգիոնում շատ են Գլաձորից արտագաղթածները, չէ՞։ Երբ որ լսում են, որ արմատներով գլաձորցի մեկը դարձել է սովետական միության հերոս քաղաք Մինսկի գլխավոր ճարտարապետ, զարմանում են, բայց չենք ճանաչում, որովհետև չենք ուսումնասիրում, չէ՞, մեր նախնիների ապրած կյանքը եւ այլն։ Մենք շատ գիտնականներ ունենք, որոնք դրսերում են։ Այո, հիմա գիտնական կլինի, ինչ որ նշանավոր ավանդ մարդկության կյանքում, հայության կյանքում ինչ որ ներդրում ունեցող մեկը կլինի, դա կարող է լինել բժիշկ, կարող է լինել նկարիչ, չէ, մտավորական, ցանկացած բան, կարող է լինել վարպետ, չէ, որը կառուցել է շատ բաներ, չէ, կայացած, ասենք, գործարար։ Օրինակ իմ ընկերներից մեկը այսօր Ուրալյան ռեգիոնի եւ ընդհանրապես այդ Ռուսաստանի այդ տարածաշրջանի Կաշվի գործարանի սեփականատեր տնօրենն է։ Այսինքն ինքը մի ամբողջ տարածաշրջանի Կաշվի արտադրությունը միանձնյա կառավարում է, գործարար տղա ծնունդով Գլաձորից։ Սա պակաս կարևոր բան չի։ Որպես վարպետներ հպարտանալու են։ Այո, տեսեք, այդ արտաքսվել բառը, ակսորվելը վերաբերվում էր այն ստալինյան ռեպրեսիայի տարիներին, հետո երբ որ մենք 18-20 թվականներին, չէ, մենք ունեինք դաշնակցականների կողմից ստեղծված Հայաստանի առաջին հանրապետությունը, չէ, բայց երբ որ կարճ ժամանակ անց խորհրդային կարգեր հաստատվեցին, չէ, 1920 թվականին, այդ կարմիր բոլշևիկները խորհրդայնացման ժամանակ շատ դաժան վերաբերվեցին նախորդ դաշնակցական կառավարության հետ։ Եվ ովքեր որ ժամանակին իսկ դաշնակցությունը մեր ազգային կուսակցություններից ամենա չէ, այսպես էլի, մեծ պատմություն ունեցող։ Հիմա տեսեք, նրանց հետ շատ դաժան վարվեցին։ Ով հարել էր դաշնակցությանը, ստիպված եղավ հավաքել իր ընտանիքը հեռանալ հայրենիքից։
Բայց նույնիսկ Ռուսաստանում իրանց հանգիստ չթողեցին, օրինակ այն մարդու մասին, որ ես խոսում եմ, չէ, Արշալույս Բալաբեկի Տեր Մարգարյանը։ Նրանք մեր գյուղի sense քահանաների տոհմն են, որոնք ամբողջ մեր 200 տարվա պատմության ընթացքում իրենց ծնողները, հայրերն են եղել մեր գյուղի քահանաները, հա, Տեր Մարգարյանները։ Եվ այդ Արշալույս Բալաբեկի Տեր Մարգարյանը ճիշտ է, հայրը Աքսորավայրում զոհվեց ընդամենը 1 տարի անց, բայց ինքը առանց հայր մեծացավ ու դարձավ նշանավոր ճարտարապետ ու հասավ նման բարձունքների։ Հետագայում այդ արդեն հետ խորհրդային տարիներին շատ շատերը կյանքից, սոցիալական վիճակից ելնելով կամավոր հեռացան։ Այդ արդեն մեր ժամանակների պատմությունն է, բոլորս լավ գիտենք։ Նախքան Պարսկաստանից գալը, ինչ այդ այստեղ որ հայեր են ապրել, պատմեք դրա մասին։ Շատ լավ։ Ուրեմն տեսեք, Հայաստան աշխարհը մեր երկիր է, չէ՞, մեր վայոց ձորը նշանավոր պատմական մեծ հայքի, չէ՞, ըստ աշխարհացույցի 15 աշխարհներից մեկի Սյունիքի 12 գավառներից մեկն է, չէ՞։ Եվ ոչ թե շարքային մեկն է, այլ վայոց ձորը Սյունյաց աշխարհի ամենանշանավոր, ես կասեի, գավառն է։ Եվ իր դիրքով, իր տեղով, այսօր այնքան իրեղեն, հա, պատմական հուշարձանների տեսքով վկայություններ կան երբեմնի հզոր զարգացած կյանքի մասին, որ վայոց ձորում է եղել։ Օրինակ բավական չի են փաստ է, որ տևական ժամանակ Սյունյաց մետրոպոլիտները Օրբելյան դինաստիայի, հա, Նորավանքում վայոց ձորի այդ ամենա անգին գոհարը էլի այդպես ասած, չէ՞։ Նորավանքում իրանք ամբողջ Սյունյաց աշխարհի մետրոպոլիտներն էին եւ իրենք փոխարինողն էին կաթողիկոսի, այսինքն կաթողիկոսի տեղապահն էին Հայաստան աշխարհում։ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը այդ տևական ժամանակ, չէ, որտեղ էր գտնվում էր Կիլիկյան Հայաստանում։ Իսկ Կիլիկյան, գիտեք, մեծ հայքից պատմական Հայաստանից դուրս միջերկրական ծովի ափին հայերը կարողացել էին այնտեղ նախ իշխանություն, հետո թագավորություն ստեղծել, չէ։ Ուրեմն Կիլիկյան Հայաստանում գտնված ժամանակ կաթողիկոսական աթոռի Հռոմկլա, Անարզաբա, Սիս, չէ, տեղափոխվել անընդհատ էլի։ Կաթողիկոսի տեղապահը Հայաստան աշխարհում Սյունյաց մետրոպոլիտներն են եղել, Օրբելյան դինաստիայի տեսքով։ Պակաս կարևոր չի միջնադարի մեր պատմության մեջ Գլաձորի հռչակավոր աշխարհահռչակ, ես կասեի, Գլաձորի համալսարանը, որը չնայած շատ կարճ գործեց, շատ կարճ մնաց պատմական թատերաբեմում, չէ, հիմնվել է 1282 թվականին եւ փակվել է 1338 թվականին։ Այսինքն այդ կարճ գոյության ընթացքում ընդամենը 58 տարիներ հայոց պատմության մեջ այնքան մեծ դերակատարություն է կատարել, իրավանդը այնքան մեծ է, որին համեմատել են Աթենքի համալսարանի, չէ, երկրորդ Աթենք Պանցալի։ Գիտեք, աշխարհի հնագույն համալսարանները, ակադեմիաները դեռ հին Հունաստանից, չէ, Պլատոնի ակադեմիան։ Այսինքն Աթենքի հետ էին համեմատում Գլաձորյան միջնադարյան համալսարանը։ Դա հիմնվել է Վայոց ձորում, գործել է Վայոց ձորում, իր գործունեության ընթացքում 360 սաներ կարողացել են պաշտպանել վարդապետական թեզ, այսինքն 7 տարի սովորելուց հետո Գլաձորի սաները ինչ էին անում, պաշտպանում էին իրանց վարդապետական թեզը, չէ, ավարտաճառ էին կարդում, ժամանակակից լեզվով դիսերտացիա, հա, ժյուրիի ներկայությամբ։ Եվ Գլաձորում այնպիսի առարկաներ են դասավանդվել, որ ասենք ժամանակակից համալսարանները երազեին տրամաբանություն, ճարտասանական արվեստ, ռիտորիկա, չէ, ռետորական արվեստ, աստղաբաշխություն, երկրաչափություն, մի խոսքով թվաբանություն, բացի աստվածաբանական գիտելիքները իրենք ստանում էին նաև աշխարհիկ, չէ, գիտական լուրջ, որ հետագայում նրա սաները գնում եւ բացում էին նոր դպրոցներ Հայաստան աշխարհի տարբեր անկյուններում։ Կարևոր մարդիկ կնշեք, ովքեր որ կրթվել են այդ համալսարանում։ Օրինակ Գլաձորի ամենանշանավոր սաներից մեկը ես կհամարեի, որ հենց Սյունյաց պատմիչը, չէ, Սյունյաց հռչակավոր Ստեփանոս Օրբելյանը, որը նաև մետրոպոլիտ դարձավ։ Նշանավոր ճարտարապետ Մոմիկը, որ ստեղծել է Վայոց ձորյան այդ չքնաղ ճարտարապետական կոթողները, չէ, որ մինչև այսօր էլ զարմանք են պատճառում, ուղղակի ոնց կարելի է միջնադարյան այդ ժամանակներում նման համաչափություններ։ Հենց Նորավանքը դրա վկայությունը, Զորաստաճարը, Եղեգիսուն, Արենին, Մոմիկը ունեցել է հռչակավոր ուսուցիչ, չէ, Սիրանեսը։ Չգիտես ինչի Սիրանեսի մասին շատ չենք խոսում։ Ճիշտ է, այսօր Նորավանքի Բաքում գործող ռեստորանային համալիրը կրում է Սիրանեսի անունը։
գոնե այդ տեսքով, այդ վիճակով կարողանանք այդ անունը պահել։ Նա օրինակ հեղինակն է մեր նշանավոր Սպիտակավորի Սուրբ Աստվածածնի Սիրանոսը, Արատեսի։ Այսինքն մենք Մոմիկից բացի էլի շատ ճարտարապետներ ենք ունեցել։ Օրինակ Գնդեվանքը 10-րդ դար է, բայց պակաս գեղեցիկ կառույց չի։ Շատիվանքը 10-րդ դար է, չէ՞։ Սյունյաց Սոֆի իշխանուհին կառուցեց։ Ցախածքարը 10-11-րդ դարը, այսինքն մինչև Մոմիկն էլ մենք արդեն այդ կառուցողական արվեստի ճարտարապետության անկին գոհարներ ունեցել ենք վայոց ստեղծել ենք, որոնք մինչև այսօր կանգուն են։ Դե տեսեք, որ մենք նոր խոսեցինք, չէ՞, որ մեր պապերը 1828 թվականին գաղթեցին, եկան 2500 եւ ավելի մարդ եկավ վայոց ձոր, ընդամենը 45000 եկան, որից 2500-ը վայոց ձոր։ Բայց դրանից առաջ, ասենք, հնագույն ժամանակներից մեր ձորը բնակեցված է եղել հայերով, չէ՞, ու շատ լուրջ մշակույթ են ստեղծել այս տարածաշրջանում։ Հիմա մեր յուղի տարածքում ունենք շատ խաչքարեր, որոնք 13-րդ դարի են, 14-րդ դարի են, բայց այստեղ ապրող հայերին 17-րդ դարում մեզ Պարսից Շահաբասը քշեց տարավ, չէ՞։ Այդ մասին, այդ պատմության մասին Առաքել Դավրիժեցին մանրամասը գրում է իր պատմության մեջ, որը ժամանակակիցն է եղել այդ իրադարձությունների։ Դրան պատմության մեջ այդ աղետալի այս արտագաղթը, որ բռնի ուժով մարդուն պատկերացնում եք իր կառուցած տնից, իր տնկած այգուց հանես զորով սեն զանգվածային քշես տանես, եւ Շահաբասը մեզ ինչի էր այստեղից գաղթեցնում, ասում էր հայերը կառուցող ժողովուրդ են, տանեն թող իմ երկիրն էլ շենացնեն։ Այսինքն Շահաբասը իր երկրի համար շատ մեծ գործ է կատարել, ինքը շատ մեծ, ոնց որ մենք Տիգրան մեծով ենք, չէ՞, հպարտանում։ Ժամանակին էլ Տիգրան մեծն էր, մեծ Հայաստան ստեղծում, կողքի ժողովուրդներին բերում էր իր երկիրը, բան էսպես։ Բայց մեր համար դա տնավեր վիճակ ստեղծեց, չէ՞, ամայացրեց մեր տարածքը, Վայոց ձորը, Արարատյան դաշտը, Նախիջևանը, եւ օգտվելով այդ հարմար պահից, որ ամայի վիճակը, մեր լեռները դե գրավիչ են, չէ՞, իրաց արոտավայրերով, աղբյուրներով, եկան այստեղ բնակեցվեցին, այս մեր հարևան էս քոչվոր բարբարոս ցեղերը, այսպես ասած, իրենցով արեցին, հետո էլ դժվար եղավ իրանց ստեղից քշել, ոնց որ տնվորը գա, ապրի մի քանի տարի, հա, ու ասում են, որ մենք էլ ենք այդ տարածքում ապրել, հավակնություններ ունեն այդ տարածքի հետ կապված։ Այստեղ մենք պատմաբաններս, պատմություն իմացող սերունդը շատ անելիք ունենք, ոչ միայն շարքային հայ է, այլ իշխանության տարբեր մակարդակներում գտնվող մարդիկ, միջին օղակի չինովնիկներից մինչև ամենաառաջին դեմքերը։ Պետք է իմանանք մեր իրական պատմությունը, բայց ես համոզված եմ, որ այսօր շատերը ռեալ պատմությունը չգիտեն։ Կարող է մեր հարևանները խոսեն այդ մասին, ու իրանք համաձայնվեն իրանց հետ, ասեն, հա էլ հենա ոնց որ է Սարի անունը ոչ հայեցի անունը, այն աղբյուրի անունը, այն գետի անունը, բայց սա եղել է պատմության մի կարճ հատվածում, այդ որ անվանափոխվել են շատ բաներ, ինչպես օրինակ այսօր մեր բիբլիական Արարատը, մեր հարևանները իրանք քարտեզներում չեն գրում Արարատ, գրում են իրենց տարբերակով, Ագրիդախ, ու չեն էլ ամաչում, ասենք, որ մեր տարածքում մերն է, մենք այդպես ենք անվանում այս լեռը, ոչինչ որ ձեր բիբլիական Արարատն է, մենք հայերս իրան մասիս ենք ասում, աշխարհը Արարատ, բայց մեր հարևանները գրում են Ագրիդախ, այդ 5165 մետր բարձրության հայկական քարտեզներով ամենամեծ տոհմածառի հիմքում գրված է Արմենիա, դա պատահական չի։ Իհարկե պատահական չի։ Եկել է եւ վայրեջք է կատարել Արարատի վրա։ Սկզբում մերն է եղել։ Պետք է դա պահել, փոխանցել սերունդներին ու ապացուցել, որ չկարողանան ամեն մեկը գան ու ասեն մերն է, մեր սերունդներն է ստացած համաձայն։ Դե քաղաքակիրթ աշխարհը, իմացող մասան, դա շատ լավ գիտի, բայց որ ասում են ուժը ծնում է իրավունք, երբեմն չէ, դա գործում է։ Տեսեք, ես շատ հաճախ համեմատություն եմ անում, ասում եմ, այդպես էլի, ժամանակակից աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկում, Ստամբուլում գտնվում է Սուրբ Սոֆիայի տաճարը, չէ, Այա Սոֆիան են, հռչակավոր։ Այա Սոֆիան ստեղծել է բյուզանդական կայսր, կառուցել է Հուստինիանոս կայսրը, չէ, իր իշխանության տարիներին։ Այսինքն քրիստոնեական հզորագույն տաճարներից մեկն է աշխարհում, երբեմնի Կոստանդնապոլսում, ներկայիս Ստամբուլում։
արևը քեզ խանգարում արևը։ Ոչինչ։ Տեսեք, բայց այսօր Թուրքիայի իշխանավորը հայտարարում է մզկիթ, ասում է Այա Սոֆիան մզկիթը, ինչ քրիստոնեական տաճար։ Դե երկար տարիներ ինքը թանգարան էր համարվում, չէ՞։ Բայց այսօր համարվում է մզկիթ, ոչինչ որ պատերին Հիսուս Քրիստոսն է խաչված, Մարիամ Աստվածածինն է պատկերված։ Այս կարգի անբարոյական աշխարհում ենք ապրում, էլի մենք հիմա։ Այդ նույն տաճարի գմբեթը կառուցեց հայ ճարտարապետ Տրդատը, չէ, որի տրամագիծը 33 մետր էր։ Մինչև Տրդատը երկու անգամ այդ գմբեթը փլվել էր իր մեծության պատճառով ու ծանրությամբ։ 33 մետրը դուք պատկերացնում եք, չէ՞, դա ինչ չափ է։ Հիսուսի ապրած տարիների թիվը երկրի վրա։ Բայց կառուցեց Տրդատը, Անիի մայր տաճարի հեղինակը, չէ՞։ Այդ բոլոր ժամանակների ամենանշանավոր հայ ճարտարապետներից մեկը, չէ՞, Մոմիկ Տրդատ Մանուել։ Մանուելը Աղթամանի Սուրբ Խաչի հեղինակն է։ Տրդատը ավելի հայտնի է այդ կաֆեդրալը, որ կա, Անիի գլխավոր տաճարը։ Եվ մեկ էլ Այա Սոֆիայի գմբեթը։ Բայց այսօր այդ մասին օրինակ շատ հայեր գնում են, մտնում են Այա Սոֆիա, ասեն վերաները բաց նայում են այդ գմբեթին, այդ բազոր շքեղ բանի, բայց կարող է այդ մասին չիմանան, եթե իրանց գիդը չասի։ Օրինակ տեղացի գիդերը դա թաքցնում են, չեն ասում։ Բայց իմացողները գիտեն, որ այդպես։ Գլաձորի համալսարանը ունեցել է պահոստներ, չէ՞։ Այդ պահոստները ինչքանով են կապված Հերմոնի հետ։ Տեսեք, երբ Գլաձորը 58 տարի գործելուց հետո, ընդ որում ասեմ 58-ից 54 տարի Գլաձորի ռաբունապետը Եսայի Մչեցին էր, չէ՞, Ներսես Մշեցու աշակերտը։ Երբ փակվեց, իմիջիայլոց փակվելու հանգամանքները, պատճառները, ոչ մի բան մեզ հայտնի չի։ Ավելին ասեմ, այդ հռչակավոր համալսարանի ճիշտ տեղը մինչև օրս հայտնի չի։ Ոչ մեկ չի կարողանում հստակ ու ճիշտ ասել, թե ինչ եղավ միջնադարյան հռչակավոր Գլաձորի համալսարանը։ Իր աշակերտներից մեկը Տիրատուր Կիլիկեցին, որը Կիլիկիայից էր հասել Վայոց Ձոր սովորելու նպատակով, հիմնեց ոչ հեռու գտնվող Հերմոնավանքում, հիմնեց Հերմոնի բարձրագույն դպրոցը։ Այսինքն Գլաձորյան ավանդույթները, Գլաձորյան կրթական մեթոդները, առարկաները շարունակել են հետագայում հայկական մնացած բարձրագույն դպրոցներում։ Դրանցից առաջինը եղավ Հերմոնի դպրոցը։ Իր սաներից մեկ ուրիշը Հովհան Որոտնեցին, հա, Սյունիքի Որոտան վաղուց գնաց իր Սյունյաց աշխարհում, Սիսիանում, չէ, Որոտնավանքում, ներկայիս Որոտնավանքում հիմնեց համալսարան, որը կարճ ժամանակ Որոտնավանքում մնալուց հետո տեղափոխվեց Տաթև ու հիմնեց Տաթևի համալսարանը։ Իմիջիայլոց Տաթևը գործել է Գլաձորի ավանդույթների որպես շարունակող համաձայն, այո։ Հետո իհարկե Հովհան Որոտնեցու մահից հետո էլ շարունակեց համալսարանը կառավարել նորից ծնունդով Վայոց Ձորցի, հավանաբար մասնագետներն ասում են հերհերցի, չէ, երերն բառը, Գրիգոր Տաթևացին, որը երկար տարիներ Տաթևի համալսարանի ռաբունապետ եղավ, սրբադասված մեր գործիչներից է, չէ, եկեղեցական Գրիգոր, իր գերեզմանն էլ հենց գտնվում է գլխավոր այդ Սուրբ Պետրոսի գմբեթավոր եկեղեցու հարավային կողմում առանձին։ Ուզում եմ ասել, Գլաձորը հետագա բոլոր դարերի մեջ իր, բայց ասեմ, մինչև օրս մասնագետները, ես շատ մտերիմ մոտ հարաբերություններ ունեմ Մատենադարանի ներկայիս փոխտնօրեն Կարեն Մաթեոսյանի հետ, ըստ իր տեղեկությունների ինքը շատ է ուսումնասիրել այդ թեման, վերջերս էլ լույս տեսավ իր Գլաձորի համալսարանի պատմությանը վերաբերող նոր աշխատությունը, նշում է, որ մինչև օրս Գլաձորի համալսարանում ստեղծված, հեղինակված ընդամենը 72 ձեռագիր թուղթ կա աշխարհում։ Դրանք էլ ոչ միայն Մատենադարանում, այլև աշխարհի մյուս ձեռագրապահոցներում, ասենք դա կարող է լինել Երուսաղեմում, չէ, Մխիթարյան միաբանությունում, Վարշավայում, վերջերս Լեհաստանում, էլի Գլաձորում հեղինակված գրքերից մեկը, թղթերից մեկը հայտնվել։ Այսինքն Գլաձորյան դպրոցի մանրանկարչության այն նմուշներ կան աշխարհի տարբեր հավաքածուներում, բայց մեծ մասը պահվում են Երևանի Մատենադարանում, որը այսօր համարվում է աշխարհի ամենամեծ ձեռագրապահոցներից մեկը, չէ, մոտ 20,000 ձեռագիր։ Պատկերացնում եք, դա ինչ մեծ թիվ է։ Բայց ասեմ նաև, քանի որ այդ մասին խոսք է եղել, ուրեմն երբ որ այս բարբարոսները եկան կենտրոնական Ասիայից, հա, խոսքը թուրք սելջուկների մասին է,
Սելջուկների առաջնորդ Ելդկոզը կա պատմական վկայություն։ Սյունյաց Բաղաբերդում, Սյունիքում կա Բաղաբերդ, չէ, ոչ պակաս նշանավոր հայտնի, ինչպես մեր ձորի Սմբատաբերդ է։ Բաղաբերդում Ելդկոզը մոտ 10,000 ձեռագիր մատյան ուղակի հրի մատնեց, վառեց։ Դուք գիտեք, որ ձեռագիրը դա մի օրինակ է, մի նմուշ, ժամանակակից հրատարակության նման չի, որ մի գրքից հազարներով, չէ։ Մի ձեռագիր իր ամբողջ ինֆորմացիայով, իր ամբողջ տեղեկություններով։ Դրանց մեջ բժշկություն կար, աստվածաբանություն կար, աստղաբաշխություն կար, ամեն ինչ կար, չէ։ Ու մենք կորցրել ենք մինչև 10-րդ դարը եղած մեր ամբողջ իմաստությունը, մեր ամբողջ պատմությունը, չէ, ասենք։ Ու չգիտենք, թե ինչ արժեքավոր բաներ կային այնտեղ։ Իսկ վայրի, բարբարոս, արշավական, չէ, այսպես անընդհատ ասպատակությունների մեջ մտնող ցեղերի համար գիրքը ոչ մի արժեք չուներ։ Ուղղակի վառեցին այդ ձեռագրապահոցը։ Սա ահավոր կորուստ է։ Դրա համար մենք այնքան քիչ բան գիտենք մեր շատ վաղ անցյալի մասին։ Մեր իմացածը այն ինչ որ փրկվել է, էլի, մոռացությունից։ Այն ինչ որ հիշում եք Մշոջ առընտիրը այն հայ երկու կանայք ոնց կիսեցին ու շալակած այնքան մեծ էր, չէ, որ շալակածը բերեցին, հասցրին, հիմա Մշոջ առընտիրը մեր մատենադարանի ձեռագրերից պահվող, չէ, այդ հավաքածուի մեջ ամենամեծն է, չէ, ու ամենածանրը։ Մեր Հերմոնի եկեղեցու դիմացը Սարերի մեջ ասում են կա մեկ ուրիշ եկեղեցի։ Հարիվան, հա։ Հստակ չգիտեմ։ Դուք գիտեք որ մի բան դրա մասին։ Տեսեք, Հերմոնավանքից քիչ վերև, ժայռերի մեջ, այն որ վերևից ջրվեժ է թափվում, մեր ընկերներից մեկը, որ այս պահին ապրում է Սանկտ Պետերբուրգում, Տիգրան Մկրտչյանը, Գլաձորի համալսարանի տեղորոշման հարցի շուրջ, այսինքն այդ թեման հետազոտելուց, ինքը գտավ այնտեղ վանական մի համալիրի մնացորդներ, հա, տաշված քարեր, արձանագրություն ունեցող քարեր եւ ընդդում էր, որ միգուցե հենց սա է Գլաձորի համալսարանը, որ մենք կորցրել ենք ու չգիտենք դա։ Բայց օրինակ հարգելով Տիգրան Մկրտչյանին, ես այդքան էլ համաձայն չեմ իր հետ, որովհետեւ Գլաձորի մասին շատ ավելի շատ ուրիշ ինֆորմացիա, բայց ինքը հենվում էր մի հետաքրքիր մի նախադասության վրա, ասում էր ձեռագրերից մեկում հանդիպել են, որ այսպիսի նախադասության, որ առ ոտս Եսայի նչեցոյ Իվանս Հերմոնայ, Եսայի նչեցու ոտքերի տակ է Հերմոնա վանքը, այսինքն պետք է Գլաձորը հնդրել դրա վերևում, Հերմոնա վանքից վերև, որ Եսայի նչեցու ոտքերի տակ է լինի Հերմոնա վանքը, չէ։ Ես այս նախադասությանը այլ կերպ եմ մոտենում։ Դա պետք է հասկանալ, օրինակ, ոչ թե բառացի, այս բառերը հիմք ընդունելով, այս նախադասության հեղինակը, այս բառակապակցության հեղինակը նկատի է ունեցել, որ Հերմոնի դպրոցը իր կարգավիճակով, իր ստատուսով ավելի ցածր էր, քան Գլաձորը։ Այսինքն Հերմոնը չկարողացավ դառնալ այնպիսի հռչակավոր դպրոց, ինչպիսին օրինակ Գլաձորը։ Ես օրինակ այդպես եմ հասկանում, ոչ թե բառացի, պատկերացրի։ իհարկե։ Բայց որ Հերմոնավանքից վերև, այո, այդ ժայռերի մեջ ժամանակին գործել է վանական համալիր սրբատեղի, չի բացառվում, որ կարող է դա նախաքրիստոնեական ժամանակներից լինի, չէ՞։ Ոչ թե քրիստոնեական ինչ-որ բան, այլ նախաքրիստոնեական մեհյան լինի, ասենք։ Բայց այս փնտրտուքը մինչև այսօր շարունակվում է, մասնագետները հետաքրքրվում են, փորձում են հիմնավոր, ապացուցված, հավաստի։ Տեսեք, այսօր օրինակ ես բազմաթիվ անգամներ եմ այդ թեմաներով խոսում, Թանահատը համարվում է Գլաձորի համալսարան, չէ, որտեղ 1984 թվականին մեծ մասշտաբի տոնակատարություն եղավ, չէ, նշվեց Գլաձորի միջնադարյան համալսարանի 700-ամյակը։ Նշվեց այդ միջոցառումը, կատարվեց, ամբողջ Հայաստանը ապրում էր դրանով, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը կառուցվեց, Մոմիկյանվան զբոսայգին, Նորավանք տանող ճանապարհը, էլի շատ բաներ, չէ, Գլաձորի այս տոնակատարության ես այսօրվա պես հիշում եմ, էլի այդ իրադարձությունը, փառք ու պատիվ այդ ամբողջ միջոցառումը կազմակերպած մեր ձորի մարդկանց, ժամանակի իշխանավորներին, բայց Թանահատը Գլաձոր չի, որովհետև տեսեք, Թանահատին մինչև օրս պատերի վրա պահպանվում են 66 վիմագիր արձանագրություններ, ամենաշատ
դիմագիր տեքստերը ունի Թանահատը մեր ձորի բոլոր պատմական հուշարձաններից, բայց դրանցից ոչ մեկում չի նշվում, որ սա Գլաձորի համալսարանն է, սա Գլաձորն է, այստեղ Ներսես Մշեցի կա, այստեղ Եսայի Նչեցի կա, այստեղ ինչ որ այդ բոլոր տեքստերը լրիվ այլ բովանդակություն են, պատկերացնում եք, այսինքն էլ ինչը կարա ավելի հիմնավոր բան լինի, քան սա, եթե ինքը հենց Գլաձորի համալսարանն է, որովհետև Թանահատը գիտենք իր պատմությունը կառուցվել է Ստեփանոս Սյունեցու գերեզմանի վրա 8-րդ դարի նշանավոր գործիչը, որին Մոզում ըստ ավանդության, ըստ պատմության սպանեց մի կին, չէ՞, հետո 735 թվականին այդ սպանությունը դուրս եկավ Արարչին, երկրաշարժ եղավ, ըստ Կիրակոս Գանձակեցու, չէ՞, 735 թվականի Մոզի երկրաշարժը կապում են այդ բանի հետ, էլի մեր քրիստոնեական այրերը, ովքեր գրել են հայոց պատմություն։ Հիմա ուզում եմ ասել, մասնագետներ կան, որ էլի շարունակում են հետազոտել, բան միգուցե մի օր ավելի հիմնավոր, ավելի լուրջ բան կունենանք։ Որտեղ Հավու Մոշա ժամանակին բնակավայր եղել են անտառների մեջ, բան, հա, տեղացիներ, դե դուք եկել եք ու լսել եք տեղացիներից, չէ՞։ Բայց պետք է ուսումնասիրել, պետք է մասնագետները, հնագետները, չէ՞, գնան, պեղումներ կատարեն եւ եթե գտնվի Ներսես Մշեցու նախ, հետո Եսայի Նչեցու տապանակարերը, որովհետև իրանք մահացել եւ հուարկավորվել են Գլաձորում։ Ի սկզբանե Գլաձորը կոչվել է Աղբերցվանք, Աղբրացվանք, երբ որ պրոշյանները հրավիրեցին Ներսես Մշեցուն ու այդ վանքը տրամադրեցին որպես դպրոց։ Աղբրացվանք կամ Գլաձոր, այդ երկու անուններից մեկը պետք է երևա ինչ որ մի բանի վրա, միտեղ պիտի երևա։ Կամ հիմնահատակ ավիրել են, չգիտեմ ով եւ ինչ նպատակով, թե չէ Միջնադարյան հռչակավոր համալսարանը հոդա ասեղ չի, որ խոտի դեզի մեջ կորցնես չկարողանաս գտնել։ Պետք է աշխատել ուղղակի այդ ուղղությամբ։ Տեսեք, օրինակ մենք ունենք Վայոց ձորի թեմ, չէ՞, թեմի առաջնորդը տևական ժամանակ Աբ รา համ Սրբազանն էր։ Ես իրեն բազմաթիվ անգամ այդ թեմայով խոսել ենք, ասել ենք, որ հարցեր կան, որ շատ առաջնահերթ կարևորություն ունեն, արժի որ եւ ինքն էլ մեծ հեղինակություն էր, հարգանք էր վայելում այդ հնագետների շրջանում, պատմության ազգագրության ինստիտուտներում, իրեն բոլորը ճանաչում էին, վերջապես մի թեմի առաջնորդ լինելը դա քիչ բան չի, չէ՞։ Ինքը հրավիրել է շատ հաճախ շատ մասնագետների, մենք Վայոց ձորից ծնունդով Հուսիկ Մելքոնյան հնագիտության ազգագրության ինստիտուտում գիտաշխատող ենք ունեցել հեղինակավոր մարդ։ Եկել են ուսումնասիրել են, բայց ոչ մի հետազոտություն չի տվել մինչև օրս այն արդյունքները, որ կբավարարեն, ասենք, շատ-շատերին, էլի, սպառիչ կտան բոլոր հարցերի պատասխանները։ Բայց դա չի նշանակում, որ պետք է հուսահատվել, կես ճանապարհին մնալ, կարելի է, հա, հետազոտել, գտնել, որովհետև մեր երկրում այնքան կարող է փնտրես սա, բայց գտնես լրիվ ուրիշ մի բան։ Ամբողջ պատմության ընթացքում Վայոց ձորից մի կաթողիկոս ենք ունեցել, Հովսեփը, հա, Վայոց ձորից։ Էն էլ Ավարայրի ճակատամարտի ժամանակ։ Ավարայրի օրոք հայոց կաթողիկոսը Հովսեփ Հողոցմեցին էր։ Հողոցիմ գյուղի տեղը մինչև օրս չգիտենք։ Այսինքն մի կաթողիկոս տված գյուղի տեղ չգիտենք։ Մարտիրոսի մոտակցքում, չէ՞։ Ենթադրություններ կան, մեկն ասում է Մարտիրոսի մոտ, մեկն ասում է Նախիջևանում այդ Տամզիկից մի քիչ ներքև այնտեղ, մեկն ասում է Խաչիկի ու Գնիշիկի արանքում, մեկն ասում է Խնձորիտից ենկոմ Հողբին գյուղ կա, կարող է Հողբինն է Հողոցին։ Այսինքն վերսիաները շատ են, տարբերակները առաջարկող, բայց ոչ մի ապացույց, հիմնավոր ապացույց չկա, որ այսինքն մենք անելու շատ բան ունենք, բայց այսօրվա մեր սերունդը, որ նայում ենք, ընդհանրապես անհանգստացած չի նման թեմաներով, ինչ ասես անում են, բացի, ասենք, լուրջ գործերով զբաղվելուց։ Ես մի դասախոս ունեի ուսանող տարիներին, ասում էր փոխարեն հայ երիտասարդը, ասում է գնա ու մատենադարանի նկուղան արխիվներից, հա, պատվալներից, որտեղ ձեռագրան պահոցներից դուրս չկա, այնտեղ ասում է ձեր գանձերը, ձեր հարստությունը։ Իրանք ասում է Երևանի սրճարաններում նստած, ասում են հաճախ մեր սերունդն էլ է, հիմա էլ է, չէ՞ որ հարց չկա։ Ասում է ամենամեծ հարցը դուք ունեք, այ հարգելիներս։ Ամենամեծ հարցերը դուք ունեք։ Բայց դուք անհոգ, լավ ապրում եք, թվում է թե ամեն ինչ շատ լավ է, իդեալական է, բայց այնքան էլ այդպես չի։ Իրեն անվանել են նաև Վայոց ձորցին։ Հետո էլ ասում են, որ Վայոց ձորը Հովսեփ Վայոց ձորցի, այո։
Հետո էլ ասում են, որ Վայոց ձորը այդ արտահայտությունը եկել է Մոզի Բանը, այո, քանի որ Մոզը 8-րդ դարում է, դա 5-րդ դար։ Տեսեք, 451 թիվը դա Հովսեփը Մեսրոպ Մաշտոցի ամենասիրելի աշակերտն է, չէ՞։ Երբ որ Մեսրոպ Մաշտոյանը Սահակ Պարթևը մահացավ կաթողիկոսը, որոշում էին թե ով պիտի փոխարինի Սահակ Պարթևի նման հեղինակավոր կաթողիկոսին, բոլորը միաբերան ասել են միայն Հովսեփը Վայոց ձորից, որովհետև նա է Սահակ Պարթևի Մեսրոպ Մաշտոցի ամենասիրելի աշակերտն է։ Հա, տեսեք, եթե մենք Վայոց ձոր բառակապակցությունը այդ անվանումը հանդիպում ենք 5-րդ դարում, սխալ է որ Վայոց ձորի անվան ստուգաբանությունը բան կապել 8-րդ դարում տեղի ունեցած իրադարձության հետ։ Մեր այս անունը ավելի հին է, ասում են Վայու ցեղեր են եղել, քամիների աստվածներ են եղել նախաքրիստոնեական մեր պանթեոնում բան, հնարավոր է իր հետ է կապված այդ անվան ստուգաբանությունը, էլի։ Այնպես որ այդ Վայոց ձորը կապել Մոզի երկրաշարժի բանի հետ այդքան էլ չէ, այո։ Կան նաև որ միջև Վայոց ձոր եղել է Արևածոր։ Արևը նշանակում է վայ։ Լավ։ Դրա մասին ինչ կասեք։ Չի բացառվում։ Ընդհանրապես տեսեք, անունների ստուգաբանությամբ զբաղվող գիտություն կա, կոչվում է տոպոնիմիկա, որ ամեն աշխարհագրական տեղանում բացատրում է այս ծագումը, բան։ Օրինակ երկար ժամանակ Երևան բառը մեր մայրաքաղաքի անունը կապում էին Երևան բառի հետ, որ նոյը դուրս եկավ տապանից, որ աղավնին գնացել էր չեր վերադարձել։ Ցամաք տեսավ, բան Երևան բառի հետ անվանեցին Երևան։ Մինչև որ գտնվեց Արգիշտի, Ուրարտական Արգիշտի թագավորի արձանագրությունը, չէ, որ ես Մենուայի որդի Արգիշտին կառուցեցի Էրեբունի Բերթամրոցը ի պատիվ հաղթանակի, անվանեցի Էրեբունի, որը դարերի ընթացքում հնչյունափոխվելով դարձել է Երևան։ Տեսեք, Էրեբունին սանսկրիտերեն բառը հին հնդկերեն նշանակում է հաղթանակ։ Կառուցել է Էրեբունի ամրոցը ի պատիվ հաղթանակի եւ Էրեբունի ժամանակի ընթացքում սես տրանսֆորմացիա ենթարկվելով բառը, չէ, Էրեբունի, Էրիբանի, մենք միջև այսօր էլ մեր շատ ծերուններ ասում ենք Երևան, չէ, չենք ասում Երևան, Երևան ենք ասում։ Էրեբունի, Էրիբանի, Էրիվանի, Երևան, Երևան։ Են մենք երկել ունենք, չէ, Երևան դարձած իմ Էրեբունի։ Այսինքն Էրեբունի այդ Արգիշտի այդ արձանագրությունը համարվեց Երևան քաղաքի ծննդյան վկայականն էլի, այսպես ասած։ Իմացանք, որ սա քաղաքը հիմնված Արգիշտի կողմից, չէ, 782 թիվ մեր թվարկությունից առաջ, որը հաղթանակ է նշանակում, ոչ թե Երևալ բառի հետ։ Կամ Սևանի մասին ասում էինք, Սևանը դա որ Վանից բանից գաղթել են, ժողովուրդ եկել են, ասել են Սևան եկավ գլխներիս, էլ Վանը ավելի լավն էր, քան Սևանը։ Բայց դա այդպես չի։ Սևանն էլ օրինակ Սուինիա բառի, որը էլի սանսկրիտերը հին ջուր է նշանակում ուղղակի։ Հիմա շատ տեղանունների բացատրությունը ինքը համոզիչ է, վերջնական է, բոլորը դա ընդունում են այդպես։ Բայց տեղանուններ կան, որ տարբերակները շատ են, չգիտես դրանցից որն է ամենահարմարը։ Գաղտնաբառ է թաքնված։ Հա ինչ-որ բան կա թաքնված։ Այնպես որ կարելի է բոլորն էլ ով որը հոգեհարազատ ընդունում, չէ՞։ Օրինակ մալիշկա բառի ստուգաբանության մասին շատերը հենց մալիշկայում կամ մասնագետներ։ Մեկը միլիչկայի հետ են կապում, մեկը մալիշ ռուսերեն բառի հետ են կապում, մեկը մի ուրիշ բառ։ Մեկն ասում է ժամանակին այնտեղ շուկա է եղել, որ ժողովուրդը գնացել են մալշկան, կենթանի։ Մենք մինչև այսօր էլ կենթանում, չէ՞, տնային ընտանի կենթանուն ասում ենք մալ, չէ՞։ Կովին, ոչխարին, այծին, գնանք մալշկանք, էլի, մալշկա։ Եվ այդ շուկան 19-րդ դարում ահագին ժամանակ գործել է։ Այդ տեղում բայց եղել է պատմական բնակավայր Մայրադուրք, չէ, անունով։ Այդ հին մալիշկային։ Խոսքով պատմության մեջ շատ բաներ կա, շատ հետաքրքիր էջեր կան, շատ առեղծվածային բաներ կան։ Այն ինչ որ լավ չենք իմանում, հորինում ենք մի բան, ասում ենք առաջ, էլի։ Ինչը որ լավ ենք իմանում, շատ լավ է։ Այդպես։ Ինչով է Գլաձորը առանձնանում մյուս վայրերից։ Տեսեք, ասեմ որ Գլաձորը մեր գյուղը Եղեգնաձորին ամենամոտ գրեթե կպած միաձուլված բնակավայր է։ Եվ այս գյուղը պատահական չի, որ ինքը ժամանակի ընթացքում մեծացավ, ընդարձակվեց, այսօր Վայոց ձորի մարզում երկրորդ խոշոր բնակավայրն է, բանը գյուղական համայնք Մալիշկայից հետո, չէ։ Այստեղ մեր գյուղում 2700 եւ ավելի մարդ է ապրում։
տարբերվել է, տեսեք, ես օրինակ շատ կարևոր դերակատարություն եմ տալիս մեր գյուղի մեծանալուն, որ շրջկենտրոնի հարևանությամբ էր ժամանակին, հետո մարզկենտրոնի հարևանությամբ, բայց ինքը դեպի Արգյազի Սուրբ Խաչ տանող ճանապարհի վրա է, ինքը դեպի Թանահատի վանք տանող ճանապարհի վրա է, ինքը դեպի Սպիտակավոր տանող ճանապարհի վրա է, հեռու չի Երևան Գորիս Մայրուղուց, ընդհանրապես բնակավայրերի զարգացման, հզորացման համար շատ գործոններ են նպաստում, չէ, օգնում։ Հեռու Լեռնային գյուղը չի զարգանում, որովհետև շատ խնդիրներ ունի, ճանապարհների վիճակը լավ չի, կապը կենտրոնի հետ լավ չի, մենք նման խնդիր չունենք։ Մի քիչ են կողմից գնում Եղեգիսն է, չէ, Միջալոց Գլաձոր համայնքը մեր նաև տարածք ունի Եղեգիս գետից, այն Գեսում մի կտոր կա, չէ, որտեղ սիսական ռեստորանն է, դա Գլաձորի վարչական տարածքի մեջ է մտնում։ Արփայից հեռու չենք, այսինքն հնուց սկսած, միջնադարից սկսած, սա կարևոր են բանուկ ճանապարհների վրա է գտնվել Խաչմերուկի, ուղղակի բնակավայրը անընդհատ զարգանալու հնարավորություն է ունեցել, էլի։ Այս պայանը, տեսեք, ես ապրում եմ Գլաձորում, բայց ամբողջ կյանքում աշխատել եմ Եղեգնաձորում։ Հիմա կինս աշխատում է Եղեգնաձորում, հարսս աշխատում է Եղեգնաձորում։ Այսինքն մեծ քաղաքին, մարզկենտրոնին, շրջկենտրոնին մոտ գտնվելը նպաստում է, որ ինքը, բայց նորից եմ կրկնում, տեսեք, երբ 1987 թվականին Նժդեհի Սուրբ Ոսկորները տեղափոխվեց Վայոց Ձոր, Գլաձորի, Սպիտակավորում, չէ, ուղարկավորվեց, Նժդեհը իր գերեզմանով, իր այդ Սուրբ շիրիմով, այսօր մեր տարածքի համար շատ մեծ գործ է կատարում։ Գիտեք, տարեկան ինչքան զբոսաշրջիկներ Հայաստան աշխարհից, Սփյուռքից հայեր գալիս են հենց Նժդեհի շիրիմ այցելելու համար։ Սպիտակավոր գնում են, եթե պիտի գնային, ասենք, ուխտավորները, հավատացյալները, հա, կրոնական տուրիզմի այդ սիրողները, բայց շատ-շատերը գնում են հենց Նժդեհի շիրիմին մի հատ խունկ ծխելու համար։ Ունենք ամեն տարի ապրիլի 24-ին Հայաստանի երիտասարդները, ուսանողական խմբեր, երիտասարդական տարբեր կազմակերպություններ գալիս են այցելության Նժդեհի շիրիմին։ Իրենք չեն գալիս Սպիտակավոր, իրենք գալիս են Նժդեհի շիրիմին այցելության։ Իսկ դա անցնում է Գլաձորով։ Այս եկողները շատ ժամանակ դիմում են Գլաձորում ապրող լեռնագնաց մեքենա ունեցողին, դրանցից մեկը ես եմ, չէ՞, կամ դիմում են ինձ, ասում են եկել ենք, բայց ուզում ենք որ տեղացի մեկը ուղեկցի մեզ, համել ինֆորմացիա տա, համել պատմի, այդ ոնց եղավ որ ասենք այսօր Հայաստանի ցանկացած բնակավայր ուղակի կերազեր, հա, կուզեր որ այդ սուրբ մեռելի շիրիմը իր տարածքում լիներ, չէ, իրենք էլ լավ կպահեին, լավ կնային, բայց բարեբախտաբար դա գտնվում է Գլաձորի Սպիտակավոր Սուրբ Աստվածածնի հարավային պատի տակ։ Իհարկե այդ գործում իր շատ լուրջ ներդրումն ունի նաև ծնունդով Գլաձորցի Զինավեն Ղազարյանը։ Ես գիրք ունեմ, հիմա որ ներս գնանք գրադարանում Նժդեհի վերադարձը վերնագրով, հեղինակը Արցախ Բունյացյանն է, որտեղ գրում է, թե Զինավեն Ղազարյանը ինչքանով նպաստեց, որ սովետական տարիներին այդ անվտանգությանը, չէ, KGB-ի գործակալների այդ հսկող աչքի ժամանակ ներքո կարողացան Նժդեհի աճյունը, որ տեղափոխվել էր Վլադիմիրի բանտի գերեզմանոցից, բերել հասցնել Սպիտակավոր ու հողին հանձնել։ Գիտեք, չէ, որ երբ որ Նժդեհի ոսկորները, այդ սուրբ ոսկորները, երբ որ Հայաստան են բերել 83 թվականին, 4 տարի մնացել է առանց թաղվելու, 4 տարի մնացել է պրոֆեսոր Վարագ Առաքելյանից Զովունիում իր ամառանոցի նկուղում, մինչև գտնեն հարմար պահը, հարմար տեղը, ճիշտ տեղը ուղարկավորեն։ Այսինքն բերել են հայրենիք, գաղտնի, խիստ գաղտնի պայմաններում, բայց չեն հանձնել հողին, սպասելով հարմար իրավիճակի։ Եվ դա արվել է 87 թվականին մայիսի 8-ին, որին իր մասնակցությունն է ունեցել ծնունդով Գլաձորցի Զինավեն Ղազարյանը։ Սա կարևոր բան է, ես օրինակ պատրաստում եմ այս իրադարձությանը, դիպվածը Գլաձոր գրքում անպայման պիտի ներդրվի, որովհետև շնորհակալ պիտի լինենք մեր համագյուղացուն, որ ինքը մասն է կազմել այն հայրենասերների խմբի, որ այս գործողությունը կատարել է։ Սա պակաս կարևոր չի, էլի մեր յուղի պատմության էջերից։
որպեսզի գնաս Սուրբ Խաչ, պիտի գնաս Վերնաշեն, անցնես գնաս Սուրբ Խաչ։ Բայց Սուրբ Խաչ կարելի է գալ Մալիշկայից էլ, Սուրբ Խաչ կարելի է գալ Կարմրաշենից էլ, Հերհերից էլ, Հերմոնից էլ, չէ՞։ Այսինքն Սուրբ Խաչը գտնում է։ Ինձ շատ հաճախ մեկը զանգում են իբր ես իմացողն եմ, իրանք էլ այն նորիկ ասում են, հիմա այս Սպիտակավուրը մերն է, թե Վերնաշենցիներին, ասեմ ոչ մերն է, ոչ էլ Վերնաշենցիներին։ Սպիտակավուրը համայն հայությանն է։ Վայոց ձորում է գտնվում է։ Ոչինչ որ հա մեր գյուղի վարչական տարածքի մեջ է մտնում։ Այդ դաշտը, այդ հանդամասը կարող է նույն հաջողությամբ Շատինին ելնել, չէ՞։ Շատին գյուղի տարածքում ելնել, իրաց սարերում ելնել։ Սա պատկերացնեք, այդ տեսակ բան կա, էլի։ Ուղղակի մերոնք էլ իրենք էլ այնտեղ սար են նստում, օրինակ մեր անջրտի վարելահողը հենց Սուրբ Խաչի հարևանությամբ է։ Ամենամոտը մերն է։ Հիմա ասեմ Սուրբ Խաչը մերն է, չէ, ես նման իրավունք չունեմ։ Նույն հաջողությամբ կարող ասեք մեկ ուրիշի սեփականաշնորհված հողը Սուրբ Խաչին մոտ գտնվեր։ Պատկերացնեք, ճանապարհի այս կողմը պատկանում է Գլաձորին, հողերը բան։ Մյուս կողմը այն որ եղել եք այդ մյուս կողմը պատկանում է Վերնաշենցիներին։ Այդտեղ թաղված է Հիսուսի խաչից մի կտոր, եւ այդտեղ տանում են հիվանդ մարդիկ, որոշ այսպես իրականություն է, որ բուժվում են։ Դրա մասին ինչ կասեք։ Տեսեք, օրինակ պատմությունը, ավանդազրույցները, ավանդապատումները ասում են, որ այո, Հիսուսի խաչապայտից մի մասունք թաղված է Սուրբ Խաչի հարավային ավանդատան բան։ Այս վերջերս էլ դրա մասին առիթ եղավ խոսեցինք, պատմության մեջ կա այո նման դրվագ, նման դիպված, թե ոնց եղավ որ Հիսուսի խաչապայտը եկավ հասավ Վայոց ձոր։ Այդ մասին օրինակ գրել են մեր պատմիչները, Միքայել Շամչյան են ունեցել, իրեն ասողից պատմիչ են ունեցել, Ջալալյան, որի այդ կծկտուր վկայությունները բաները կպցնելով իրար թարմացրեցին, օրինակ Վայոց ձոր 19-րդ դարում այցելած մի գավառական բժիշկ ունենք, չէ՞, Քաջբերունու մոտ էլ դուք կհանդիպեք այդ պատմությունը, այդ տողերը, ոնց եղավ որ Հերակլ կայսրը Սյունյաց բյուրեղ իշխանուհու միջոցով գնաց, փրկեց, բերեց ժամանակին դե Խոսրով շահը, չէ, Խորեմ զորավարի գլխավորությամբ առևանգել էին, հետո հետ բերեցին, հետո քանի որ բյուրեղ իշխանուհին իրենց զորքով, զենքով օգնել էր բան, որ գնան պարսկական գերեվարումից փրկեն բերեն քրիստոնեական աշխարհի ամոթն էր, չէ՞ որ Հիսուսի խաչը ոչ քրիստոնյաները գողացել տարել։ Որպեսզի հայտնի իր շնորհակալությունը Հերակլ կայսրը այո մեր Սյունյաց իշխանուհուն խաչապայտից մի մասունք թողել է ինքն էլ, բայց թե ինչու են հատկապես Արգյազում դա հուղարկավորել, կոնկրետ ինչու են այդ տարածքում հողավորել, դրա մասին ասենք չկան սենց հավաստի պատմական հաստեր։ Կարևորն այն է, որ ըստ ավանդության այո դա թաղվել է Արգյազում, իմիջիայլոց ասեմ այսօրվա Արգյազի Սուրբ Խաչ եկեղեցին գմբեթավոր, որ մենք տեսնում ենք, դա շատ ուշ 19-րդ դարում է կառուցվել, բայց իր տեղում ոչ հեռու դրանից եղել է դեռևս 4-րդ դարից սրբավայր, որ մարդիկ եկել են, գնացել են, չէ, օրինակ նախկինում Սուրբ Խաչի տոներին այդ սփխեչ են, չէ, ասում մեծ ուխտ, փոքր ուխտ, բազմահազարանոց ուխտավորներ են եկել, նույնիսկ նախորդ օրը եկել են, վրաններ են խփել, գիշերել են, որ իրենց հերթն էլ հասնեն ու գնան այդ փայտից, չգիտեմ, համբյուրեն, ինչ անեն, ձեռքը դնեն են քարի վրա, որի տակ, դե ովքեր հավատքով են գնում, հա, այդ սրբի դուռը, չէ, ովքեր ունեն այդ հավատքը իրենց մեջ, իրենց հետ ամեն տեսակ հրաշքներ կատարվում են, օրինակ տեղի քահանան պատմում է, ասում է իմ աչքի առաջ հիվանդ երեխային բերեցին, եկան, մտան, ծնկաչոք, աղոթեցին, հպվեցին, այն քարին, որի տակ թաղվածը, ոչ մեկ չի տեսնում այդ խաչապայտը, բայց այն քարին հպվեցին, որի տակ թաղված է փայտը, ու հրաշք կատարվեց, այդ երեխան ասում է նույն օրը իմ աչքի առաջ բուժվեց, վազեց, առողջացավ, դա կարա լինի, եթե մարդը հավատքով է գնում, դե դա պետք է մարդը իր մեջ ունենա այդ հավատքը։ Ով ունի, բժշկվում է, փրկվում է, ով չունի, իրան էլ մի այլ կարգի հաջողություն։ Լավ, նկատի ունենք պատմական վաղ ժամանակներում, չէ, որ մարդիկ շրջանցեն ամբողջ մի լեռնաշղթա, գան ու գնան այսօրվա, քանի որ այսօրվա ճանապարհները կան, որ տրակտորներով, տեխնիկական միջոցներով բացվել են,
ավելի բանուկ, ավելի բարեկարգ, լավ, չէ, բայց ժամանակին ընդհանրապես չեն եղել այդ ճանապարհները։ Ոնց որ հնում այստեղից կարելի էր գնալ լեռները հասնել Սպիտակավուրի, նույն հաջողությամբ ձիով, ավանակով, ոտքով կարելի էր գալ նաև Եղեգիսի ձորից։ Լեռներում շատ հաճախ հանդիպում եմ օտարերկրացի զբոսաշրջիկների, ովքեր չնայելով ոչ մի ճանապարհի, ճանապարհ կա, թե չկա, իրենք ուղղակի քարտեզով, նավիգացիայով, տեսնում են, որ այստեղ Սպիտակավուրն է, այստեղ է լուսի տուրը, ինչի պիտի sense շրջանցենք, գնանք, որ գնանք, իրենք բարձրանում են այդ Թեքսարի լեռները, իջնում, գնում հասնում են այնտեղ, անտեսելով ամեն տեսակ վտանգ, ամեն տեսակ, բայց որ ասեք մշակված արահետ կա, այդ մշակված արահետով միշտ շարժ կա, տուրիստական երթուղի է, բան, չունենք, բայց ժամանակին, այո, ժամանակին հնում Սպիտակավուր ուխտի են եկել նույնիսկ Պարսկահայաստանից, չգիտեմ որտեղից, օրինակ Սպիտակավուրում հետաքրքիր ճարտարապետական լուծումներ կան, հարավային պատի վրա կա խորշ, որը իսլամական մզկիթներն է հիշացնում, իսկ հյուսիսային պատի մեջ քրիստոնեական եկեղեցի, այսինքն տեսեք, մեր Սիրանես ճարտարապետը Մոմիկի ուսուցիչը, ոնց իսլամական աշխարհին է վերաբերվել, չէ՞, տեսեք, իրանց սիմվոլն է դրել հարավային պատի մեջ։ Ես հիմա որ օտարներին ցույց եմ տալիս, ասում եմ, տեսեք, հարավային պատի վրա իսլամական աշխարհի սրբավայրը խորհրդանշող մզկիթի գմբեթը այլ կառուցվածք ունի, չէ՞, եկեղեցու գմբեթը այլ, հյուսիսային պատի մեջ ուրիշ, եւ անմիջապես այդ նկատում ես, էլի, այդ էլեմենտները, չէ՞։ Ուզում եմ ասել, ուխտավայրը այն բանն է, որ դեպի Իրան եկել են բոլոր կողմերից, ամեն տեղից, տեսեք, Եղեգիսը Միշնադարյան իշխանանիստ, չէ, Սյունյաց իշխանանիստ Եղեգիսը, որ մայրաքաղաք է եղել, հենց իր մեջ է, որ այդ փոքրիկ Եղեգիսում, չէ, այսօրվա գյուղում 4 եկեղեցիներ կան։ Հիմա եթե այդ 4-ն էլ ընդգրկես դրա մեջ, շատ իվանքն էլ ընդգրկես դրա մեջ, բան, աղիվանքն էլ, հա, աղվանքը, ընդգրկես դրա մեջ կարող է, այո, դրանք շատ լինեն, բայց արդյոք պետք է Սպիտակավուր հասնելու համար գնալ աղիվանքով, գալ շատիվանքով, չգիտեմ գնալ։ Այսինքն, տեսեք, ես նոր ասեցի, չէ, մենք ուխտի գնացինք Պարսկահայաստան, եղանք Ստեփանոս նախավկա եկեղեցում, Սուրբ Թադեի վանքում, Խոյի Սուրբ Սարգիսում, Հավթվանի Սուրբ Գևորգում, հա, գնացինք, մենք երթուղին այնց էինք մշակել, որ շատ բան տեսնենք, կարելի է անցնել 7-ել, 17-ել, 27-ել։ Բայց որևէ նշանակություն ունի 7 եկեղեցի այդ օրը մտնելը։ Դա էլ հավատավոր մարդու մոտ, հա, այս կրոնական աշխարհայացքով մարդու մոտ միգուցե ինքը կարևոր ազդեցություն ունի, որ ես գնում եմ ուխտի, պիտի անցնեմ այսքան սրբավայրերի միջով նոր հասնեմ իրան։ Հնարավոր է, այո, դրա մեջ կա իմաստ, կա կարևորություն։ Օրինակ այսօր եվրոպացի զբոսաշրջիկները գիտեք ինչ են պատմում, ասում են մենք Ֆրանսիայից դուրս ենք գալիս, Պիրենեյան լեռներով անցնում ենք, գնում ենք Իսպանիայում կա Սեն-Ժակ, Սուրբ Հակոբ, հա, գնում ենք ուխտի, ու հետևում է 40 օր, 50 օր, 50 օր ուխտագնացություն են անում, որ գնան հասնեն մի սրբավայրի։ Հետաքրքիր բան է, էլի։ Ոնց նախավկա, Սուրբ Թադեի բան, սրանք բոլորը Պարսկաստանում են հրա։ Դա հրաշք բան է, այդ հուշարձանագետ Սամվել Կարապետյանն է, էլի, այս բանը։ Այս նույն գրքերն է, իրանք շատ են իրականում, այս են որ խոսում էի, հենա, այս մեր տոհմածառն է, տեսեք ավակը մեր։ Դուք գիրք արդեն գրել էիք, չէ։ Չէ, ես աշխատում եմ, տեսեք ես են Սալմաստ հատորն է, ես են Մեջդեհի վերադարձն է։ Ձեր գրքի վրա աշխատում Ես հիմա աշխատում եմ, տեսեք ուրիշ տոհմածառեր են, ասենք սա մերը չի, սա ուրիշի է, ասենց բոլոր ազգերը պիտի վերջը ունենան, չէ, տոհմածառերը, ես նաև օգնում եմ իրանց ասենց պատկերացրի։ Հասկացա։ Բայց գիրքը հələ որ հասնի իր ավարտական վիճակին, այդ շատ բան կանել։ Մի քիչ կպատմեք ձեր գրքերի մասին։ Սա իմ անձնական գրադարանն է, ես ստեղծել եմ հիմնականում ուսանողական տարիներին, բայց մենակ ես չի, հələ արեք, ստեղ արեք։ Շատ լավ։ Իմ ուսանողության տարիներին ես անընդհատ sense գրքեր էի առնում, ոչ միայն իմ մասնագիտությանը վերաբերվող, այլ ընդհանրապես, էլի, ինչը որ ինձ հետաքրքրում է։
Իսկ իմ հետաքրքրությունների շրջանակը շատ մեծ է, էլի։ Այդ ամենտեղ իրանք են։ Շատ լավ է։ Հա։ Շատ հարուստ գրադարան ունեմ։ Իմ գրադարանից օգտվում են շատ շատերը։ Դպրոցում ավելի շատ։ Ասենք ուսանողներ, աշակերտներ, իմ գոլեգաները, չէ, մանկավարժներ, ում ինչ պետք էր, բան, շատ բան կարելի է գտնել, այստեղ։ Հետո իմ գրադարանում ոչ միայն աշխարհագրական պատմական գրքեր են, այլև ամեն ինչի վերաբերող, ես հոգեբանության, փիլիսոփայության, աստղագիտությանը վերաբերող ունենց հազվագյուտ բաներ ունեմ, կամ գրականության։ Օրինակ ես համաշխարհային գրականությունից գործեր ունեմ, որ մեր բանասերները չունեն։ Այսօրվա Հերմոն գյուղը, չէ, գիտեք էլի, տարբեր տեղերից եկած մարդիկ են։ Եկել են ամեն մեկը մի բնակավայրից, ստեղծել են մի հատ համայնք։ Բայց պատմությանը, որպեսզի անդրադառնաս, պետք է շատ բաներ ուսումնասիրել, շատ պետք է ուսումնասիրել։ Ժամանակին դրա վերևում Պալասեր կար, մի քիչ ենկոմ ուրիշ լիքը, չէ, Ջանի, վերջը շատ ձոր է։ Այդ ձորը խիտ բնակեցված է եղել պատմականում։ Օրինակ Ստեփանոս Օրբելյանի Սյունիքի պատմության մեջ միայն Նորավանքին հարկածում 92 գյուղերի անուններ են, չէ՞։ Պատկերացնում եք այդ ինչ թիվը։ Այսօր ամբողջ Վայոց ձորի մեր բնակավայրերի թիվը 44 է։ Միայն Նորավանքին հարկ են տվել այսքան բաներ։ Պետք է աղբյուրներ ուսումնասիրել։ Օրինակ Վայոց ձորի պատմությանը վերաբերող ամենալուրջ բանը այս Քաջբերունին է, իմ սեղանի գիրքն է, էլի Քաջբերունին ժամանակին անցել է Վայոց ձորի բոլոր բնակավայրերով, բոլոր պատմական հուշարձաններով ու գրել է դրանց մասին, սա կարևոր սկզբնաղբյուր է։ Ով ուզում է Վայոց ձոր ճանաչի, իր ամեն պետք է Քաջբերունի անպայման կարդալ։ Իսկ Մարտիրոսի մասին ինչ կասեք։ Դե Մարտիրոսը շատ պատմական լուրջ գյուղ է, հին Մարտիրոս էլի, այսօրվա Մարտիրոսը դե սողանքների պատճառով տեղափոխվել է։ Հա, այնտեղ օրինակ որ հենց մենակ են փաստը, որ Մարտիրոսը նշանավոր Իսրայել օրու ծննդավայրն է, իր հայրենիքն է։ Չնայած էլի որոշ մասնակիցներ վիճարկում են, բան քննարկում են, կասկածում են, բայց այնտեղ այնքան շատ են Վիմափորը գիտեք, չէ, Գրիգորի Գահավոր ստեղծեց ժայռի մեջ այդ Նազար Լեռնաստորի, դա ունիկալ բան է, կամ հենց գյուղի մեջի եկեղեցին Խաչքարը, չէ, այն աղբյուրի հսկա Խաչքարը։ Այսինքն պատմությունը շատ հարուստ է մեր ձորում, էլի պետք է ուսումնասիրել, անել, բայց որպես գյուղական բնակավայր իր պատմությունը ստեղծելը, պետք է գրել այդ գյուղում ապրող, ապրած մարդկանց մասին, ովքեր էին ապրում, ինչ էին անում, մեկը սնխչի էր, մեկը հեքիմ էր, մեկը պատշար էր, մեկը երաժիշտ էր, մեկը փայտագործ էր, մեկը բրուտագործ էր, հա, կավից ամաներ էր սար։ Այսինքն պետք է Վիմափորը հնարավոր է ունենալ թաքուն որևէ մի այլ սենյակ։ Դե տեսեք, թաքուն սենյակը ես չգիտեմ, ինքը երկու գմբեթից բաղկացած բան է, բայց ինքը ունի գաղտնուղի գետնի տակ, որ գնացել է դեպի ջուր վերցնելու համար։ Այո, ջուր վերցնել։ Դրա մի փոքր հատվածը բացել են հիմա, բայց ամբողջը չէ, էլի, դե ժամանակի ընթացքում թափվել է։ Ես գնացի նկարահանման փակած էր, ասեցին, փակել են։ Հա, բայց մի փոքր երևում է, չէ, այսինքն մեր միջնադարյա շատ բերդեր, ամրոցներ, եկեղեցիներ գետի հետ, ջրի հետ գաղտնի ճանապարհ են։ Իհարկե, ջուր պետք է բերեին։